Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը։ Ուշով հետևելով Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ես եկել եմ մի եզրահանգման, որը իրականում Սամվել Կարապետյանի հետ շատ քիչ ընդհանուր աղերսներ եւ կապ ունի։ Ես հիմա ներկայացնեմ շատ կարճ ինչն է ստիպել ինձ գալ այս եզրահանգման եւ հետո բացատրեմ Սամվել Կարապետյանի հետ կապը։ Շատ է խոսվում, որ Սամվել Կարապետյանը եկել է պաշտպանել եկեղեցին, որը հարձակման թիրախ է դարձել իշխանությունների եւ անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից։ Գիտեք, սա կարող է ընկալվել որպես մոտիվացիա, կարող է չընկալվել, խնդիրը ես իրականում այստեղ չեմ տեսնում, հիմնական խնդիրը։ Ես հիմնական խնդիրը տեսնում եմ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մենք տեսանք բոլորովին վերջերս, որ Նիկոլ Փաշինյանը գնաց Մոսկվա, մասնակցեց մայիսի 9-ի պարադին, միջոցառումներին, փորձ արվեց Ռուսաստանի հետ գոնե հարաբերությունները պահպանել ներկա մակարդակով, բալանսավորման քաղաքականություն սկսեցինք վարել բոլոր տեղերում, որտեղ հնարավոր է, նույնիսկ Տալինում նա խոսում էր այն մասին, որ մենք չենք ուզում հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարացնենք, որ մեր հարաբերությունները բոլորի հետ հավասար են, օրինակ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները նույն մակարդակի վրա են, մոտավորապես այսպիսի խոսույթ էր գնում, եւ այս ամենը ուներ մեկ հիմնական նպատակ, հերթական անգամ ռուսներին չբարկացնել Վլադիմիր Պուտինին, որ Վլադիմիր Պուտինը ինչ որ քայլեր չձեռնարկի, եթե ոչ Հայաստանի Հանրապետության դեմ, ապա հենց Նիկոլ Փաշինյանի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ եւ նրա նկատմամբ։ Ինչ է ցույց տալիս այս առումով Սամվել Կարապետյանի գործը։ Դա ցույց է տալիս, որ բոլոր այդ նկատառումները, բոլոր այդ փորձերը, բոլոր այդ բալանսավորված քաղաքականությունը կրախ է ապրել։ Դեռ չսկսված։ Ինչու՞։ Նիկոլ Փաշինյանը փորձը արեց, չէ, հերթական անգամ։ Ես վաղուց եմ դա նշել, մի հատ հետ գնանք նորից։ Գալով իշխանության, հայտնվելով իշխանության ղեկին 18 թվականին, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որպես Ռուսաստանի հետ եւ անձամբ Պուտինի հետ ունենա լավ հարաբերություններ։ Շատերն են, չգիտեմ ինչից ելնելով, մեղադրում Փաշինյանին սորոսականության մեջ, արևմտամետության մեջ, ես չգիտեմ ինչի մեջ։ Այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը եղել է աշխարհում մեկ երկրի ղեկավար, միակ երկրի ղեկավարը, որը ուղարկել է Սիրիա հայկական ռազմական կոնտինգենտ, ռուսական կոնտինգենտի միսիայի ռուսական առաքելության կազմում։ Այլ որևէ երկիր դա չի արել։ Նույնիսկ Լուկաշենկոյի Բելարուսը, որը միութենական պետության կազմում է Ռուսաստանի հետ։ Փաշինյանը դա արեց։ Փաշինյանը բոլոր հնարավոր եւ անհնարին ձևերով փորձում էր լավ հարաբերություններ ունենալ Պուտինի հետ, լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, երևի թե գիտակցելով, որ դրանով դիտարկելով դա որպես հնարավորություն շեղել Ռուսաստանին իր հայտնի պլաններից, որոշ մարդիկ դա կոչում են Լավրովի պլան, որի իրականացման արդյունքում զոհ գնաց եւ կործանվեց Արցախի հանրապետությունը, Արցախը, որտեղ այլևս հայեր չեն ապրում։ Մենք տեսանք, որ դա չստացվեց։ Հիմա այդ ամենից հետո 20 թվականից, 21, 22, 23 թվականից հետո Արցախի վերջնական հայաթափումից Նիկոլ Փաշինյանը նորից է փորձ արել
գոնե պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները այն մակարդակում, որը կբացառի Ռուսաստանի խառնակցական գործողությունները եւ միջամտությունը Հայաստանի ներքին գործերի մեջ, հետեւապես գործողությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Մենք տեսանք, որ դա էլ չստացվեց։ Հայաստանը եկել պարոն Սամվել Կարապետյանը, որը եկել է պաշտպանելու եկեղեցին, որը պաշտպանում է չգիտեմ ում, չգիտեմ ինչի համար եւ չգիտեմ ինչ հեռանկարներով։ Եվ որ այսօր աշխատանք է տանում Հայաստանի իշխանությունների դեմ։ Ես սա որակում եմ աշխատանք որպես Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության դեմ, հաշվի առնելով ովքեր են կանգնած այդ եկեղեցական, քաղաքական, կներեք պարադոքսալ հասկացությունները միատեղելու համար եկեղեցական, քաղաքական վերնախավի դեմ։ Դա իրոք այդպես է։ Հիմա եկել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանից հետո, երբ որ Սամվել Կարապետյանը եկավ եւ բանտարկվեց, 2 ամսով կալանավորվեց, մենք տեսանք ինչպիսի աղմուկ է բարձրացվել Մոսկվայում։ Ընդհուպ Պեսկովի մակարդակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար։ Այն մնացած Մարգարիտա Սիմոնյան, Զախարովա եւ այլն, դրանց մասին չենք խոսում։ Այսինքն ակնհայտ է, որ այդ մարդը եկել է Ռուսաստանից պաշտպանելու ռուսական օրակարգը Հայաստանում։ Դա ակնհայտ է, ըստ երկու կարծիք չի կարող լինել։ Նիկոլ Փաշինյանը այդ ամենը գիտակցելով, հասկանալով, որ պարոն Սամվել Կարապետյանը եկել է որպեսզի աշխատի անձամբ իր եւ իր իշխանության դեմ, նրան կալանավորել է։ Չգիտեմ, երևի դա նորմալ է, միգուցե աննորմալ է։ Հիմա մենք այդ մասին չենք խոսում, մենք խոսում ենք լրիվ այլ բաների եւ իրողությունների մասին։ Ինչ է ցույց տալի մեզ բոլորիս եւ առաջին հերթին անձամբ պարոն Նիկոլ Փաշինյանին Սամվել Կարապետյանի հայտնվելը Հայաստանում եւ Սամվել Կարապետյանի հայտարարությունները ցույց է տալիս այն, որ նստել երկու աթոռի վրա չի ստացվելու։ Բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն վարելը չի ստացվելու։ Այն ինչի մասին մենք խոսում ենք տարիներով եւ հիմա էլ ենք շարունակում խոսել, չի ստացվելու, պարոն Փաշինյան։ Չեք կարող դա անել դուք։ Ինչքան էլ ուզեք չեք կարող անել։ Որտեղ դուք գործ ունեք Ռուսաստանի հետ, Պուտինյան Ռուսաստանի հետ։ Այդ մարդիկ նպատակ ունեն ձեզանից ազատվել, ձեր իշխանությունից ազատվել։ Բերել Հայաստանում իշխանության ղեկին մարդկանց, ովքեր որ սուս ու փուս կատարել են իրենց բոլոր հրամանները, այնպես ինչպես դա եղել է օրինակ 10 տարի Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Եվ դուք էլ դա շատ լավ գիտեք։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, ինչն է ընկած ձեր ինքնախաբեության այդ անհակ ցանկության հիմքում։ Ինչի եք զբաղվում ինքնախաբեությամբ եւ խաբում մեզ բոլորիս։ Ռուսաստանը X պահից, կներեք, Հայաստանը X պահից չի կարող ունենալ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ։ Այն պահից, երբ որ Ռուսաստանում, Մոսկվայում որոշում է ընդունվել Հայաստանին զոհաբերելով, հայ ժողովրդին զոհաբերելով, Լեռնային Ղարաբաղը զոհաբերելով, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ամեն ինչ շատ պարզ է եւ հստակ է։ Եվ այս առումով Մոսկվային, Պուտինին պետք է այստեղ 100%-ից կամակատար իշխանություն։ Ի ուրախություն մեզ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդպեսին չէ, եթե այդպեսին լիներ, Սամվել Կարապետյանին չէին գործողի Հայաստան։ Եկեղեցական քաղաքական վերնախավը չէր անի այն ինչ անում է վերջին 1 տարվա ընթացքում։ Սկսած պարոն Բագրատ Գալստանյանից եւ վերջացրած պարոն Աջապահյանի հակասահմանադրական, հակաիրավական, հակապետական կոչերով։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ընդունելի չէ Մոսկվայի համար։ Իսկ ինչի ընդունելի չէ։ Կա տեսակետ, շատ թույլ տեսակետ է, ես դա չեմ կիսում, թե իբր Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ է, ժողովրդավար է, իսկ Պուտինի համար դա խնդիր է։ Պուտինի համար ոչ մի բան էլ խնդիր չի։ Պուտինի համար միակ խնդիրը հետևյալում է, որ նա չի կարող Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում դեպքում իրականացնել այն պլանները, որը նա ունի այս տարածաշրջանում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համատեղ պլանները։ Առաջի մասը իրականացրել են, Արցախը բաժանել են, հետո տվել են, ծախել են Թուրքին,
հիմա ուզում են արդեն Հայաստանին հարցերը լուծել։ Երևի թե նույն պլանով։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրանց խանգարում է։ Ինչ է պետք անել, պետք է փոխել Նիկոլ Փաշինյանին։ Բերել մեկ այլ ղեկավար, որը միանգամից մետադիչկայով, որը Մոսկվայից կուղարկել, բոլոր կետերը քայլ առ քայլ կիրականացնի։ Եվ հետո կմեղադրի այդ ամենում Հայաստանի կործանման մեջ Նիկոլ Փաշինյանին, որը բերել է եւ հասցրել է երկիր այսպիսի վիճակի։ Սա է իրականությունը։ Եվ ամենագլխավորը ինչի մասին ես ուզում եմ խոսել։ Այս իրականությունը եւս մեկ անգամ հաստատում է հետեւյալ մի թեզ։ Ռուսաստանը չի կարող Հայաստանի հետ ունենալ նորմալ քաղաքակիրթ հարաբերություններ, որոնք ընդունված են նորմալ երկրների միջև։ Ռուսաստանը չի համարում Հայաստանին գործընկեր, չի համարում դաշնակից։ Ռուսաստանը կարող է համարել Հայաստանին միայն կամակատար, վասսալ։ Վասսալ, որին կարելի է վաճառել, որին կարելի է զոհաբերել, որին կարելի է ոչնչացնել, իրագործելով իր հեռու գնացող ռազմավարական պլանները, Պուտինի մտքի թռիչքի արգասիքը։ Որտեղ այդ մտքի թռիչքը բերել եւ հասցրել Ռուսաստանին, բոլորս տեսնում ենք, բայց դա մեր խնդիրը չի, դա Ռուսաստանի խնդիրն է։ Եվ ամենակարևորը, ինչը պետք է հասկանան վերջապես մեր իշխանությունները։ Մենք չենք կարող վարել բալանսավորված քաղաքականություն, չենք կարող բալանսավորել։ Ռուսաստանը այդ հնարավորությունը ձեզ չի տալու։ Չի տալու, հույս մի ունեցեք։ Միակ ճանապարհը դա վեկտորի փոփոխությունն է, հաշնականապես, դեպի արևմուտք։ Ուզենք թե չուզենք։ Մենք ուղղակի այլ ընտրանք չունենք։ Ես հասկանում եմ, որ այստեղ կան դժվարություններ։ Ես հասկանում եմ, որ մեզ, ինչպես շատերն են Հայաստանում ասում, գրկաբաց չեն սպասում, չեն հրավիրում։ Բայց դե պետք է աշխատենք, ինչ անենք։ Պետք է փորձենք անել այնպես, որ մեզ սկսեն սպասել։ Միգուցե պետք է սկսենք մեզանից, միգուցե մենք պետք է սկսենք փոխվել։ Քիչ խոսենք բալանսավորման, բալանսավորված քաղաքականության մասին, եւ վերջապես գործով զբաղվենք։ Եվ հասարակության հետ աշխատենք։ Փոխենք այս մտածելակերպը մեր, որը մեզ բերել եւ հասցրել է այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք։ Ես հասկանում եմ, որ սա դժվար է, շատ ավելի հեշտ է վարել բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն, բայց դե չի ստացվում։ Եվ այն, որ Սամվել Կարապետյանը այսօր գտնվում է բանտախցում, եւ այդ գզվրտոցը, որը սկսել է այդ ամենի շուրջ, դրա վառապացույցն է։ Հայաստանը պետք է կատարի ընտրություն։ Ուզենք թե չուզենք, դժվար ընտրություն։ Ընտրություն, որ իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր եւ մարտահրավերներ։ Բայց ընտրությունը չկատարելով մենք եւ դուք հարգելի քաղաքացիական պայմանագիր այդ ռիսկերից չեք ազատվում։ Են արդեն սկսել են, չէ, իրենց այդ մանր, մունր պրովոկացիաները, չէ։ Այդ ինֆորմացիայի տեղեկատվական հոսքը, որ եղավ, թե իբր ՀՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Ալրոսը անկերությունից ադամաններ գողացած մարդկանց, իսկ դրանք ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը մատակարարոց բանդային։ Իհարկե Խաչատուր Սուքիասյանը հերկել է այս ամենը, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը չի շարունակվելու։ Դեռ շատ բան ենք մենք լսելու։ Պարզվելու է, որ մենք գողեր ենք, որ մենք ավազակներ ենք, սրիկաներ ենք։ Իսկ այլ Ռուսաստանը նույնիսկ մաքուր, անբիծ պետություն է։ Իսկ նրանց քաղաքական վերնախավը հրեշտակներ։ Դա նորմալ է։ Ես հասկանում եմ, որ սա շատ մանր է, բայց այսպեսին է Պուտինյան Ռուսաստանի գործելավոճը։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Եվ ամենակարևորը, այդ ձեր այդ բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը այսպիսի մեղադրանքներից եւ Հայաստանի նկատմամբ եւ անձամբ ձեր դեմ քայլերից ձեզ չի ապահովագրելու։ Հետևաբար ձեր բոլոր հաշվարկները սխալ են։ Եվ այս իրողությունը, որը մենք այսօր ունենք, դրա վառապացույցն է։ Ուրեմն պետք է հաշվարկները փոխել։ Ձեր հաշվարկները տանում են ձեզ եւ մեզ բոլորից մեր երկիրը փակողի։ Եվ քանի մենք չենք հայտնվել այդ փակողում, հաշվարկները պետք է փոխել։ Պետք է փոխել արտաքին քաղաքական վեկտոր։ Ես նորից եմ ասում, սա Հայաստանի համար վաղուց հրամայական է, վաղուց։ Եվ դա չգիտակցել նշանակում է կրակել սեփական ոտքին, կրակել պետականության ոտքին եւ դնել Հայաստանի անկախությունը եւ պետականությունը կասկածի տակ, վտանգի տակ։
Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողը ես առաջին հերթին դիտարկում եմ այս համատեքստում։ Սամվել Կարապետյանը պետք է Հայաստանի իշխանությունների համար դառնա սթափեցնող մի գործոն, որը վերջապես իշխանությանը կսթափեցնի եւ կտանի ճիշտ ուղղությամբ։ Ուղղակի այն պարզ պատճառով, որ այլ ուղղություն մենք չունենք։ Չունենք այդ ուղղությունը։ Եթե առաջ ես օրինակ խոսում եի, որ կարելի է Հայաստանում մեկտեղել Իրանի եւ Ֆրանսիայի շահերը, խոսում էի եւ փորձում էի նաեւ վարկածներ տանել, թե մենք կարող ենք այստեղ դարձնել մի տարածք, որտեղ Ֆրանսիան եւ Իրանը կհամագործակցեն, մենք տեսանք ինչ եղավ Իրանի հետ։ Մենք տեսանք, թե ինչպիսի ագրեսիայի ենթարկվեց Իրանը։ Իրանի գոյությունը այս պահին կասկածի տակ է եւ ոչ մեկ չգիտի, թե ինչով է դա վերջանալու։ Այստեղ կան տարբեր սցենարներ, ես նորից եմ դա ասում։ Եվ այս իրավիճակում ամենագլխավոր միտքը, որը մենք պետք է քննարկենք մեր հասարակությունում, դա մեր արտաքին քաղաքական վեկտորն է, որը մեզ պետք է այս ռեգիոնալ տարածաշրջանային ճահիճից դուրս հանի։ Դուրս հանի որպես քաղաքական միավոր։ Ոնց հասկանում եմ, որ աշխարհագրությունը չենք կարող փոխել։ Դե մենք շարունակում ենք խոսել ռեգիոնալիզմից։ Նույնիսկ այս պայմաններում մարդիկ շարունակում են պնդել, որ մենք պետք է Իրանի եւ Ռուսաստանի հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենանք, հենց այդ աղերսով տարածաշրջանային։ Սա արդեն ոչ թե խեղկատակություն է, այլ սա ողբերգություն է մեզ համար։ Մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանային ֆորմատում մենք անելիքներ չունենք, այն պարզ պատճառով, որ մենք չունենք ապագա։ Եվ Սամվել Կարապետյանի, այսպես ասեմ, ֆենոմենը այդ մասին է։ Ես հույս ունեմ, որ կատարվողը գոնե կսթափեցնի մեր իշխանությանը, որովհետև մեր ժողովրդի մոտ սթափեցման նշույլներ այս պարագայում ես չեմ տեսնում։ Մենք կվերադառնանք տաղավար կարճ դադարից հետո։